Ընկերս Մանուկյան, ինչպես կքննադեմ Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության չսեմ իշխանության գեցվածքը սուրիական հարցերու հետ, սուրիական ճգնաժամի սկիզբը վայելեցինք Հայաստանի Հանրապետության, ասենք օժանդակությունները անոնք լան նյութական, լան բարոյական, լան բաշար եւ նամանավանդ հայ բանակի ներկայությունը Հալեբ քաղաքի մեջ շատ քննադատելի զգացում էր երիտասարդներու ներկայությունը մենք մեզի կերատասված զգացինք բոլոր Սուրիայի բնակ ժողովուրդներու մեջ ուրեմն եղան ծանոթություններ, հարաբերություններ, եղբայրություն եւ կան հարաբերություններ, որ մինչեւ օրս կշարունակվին։ Քալով այս օրվա իշխանության, այսինքն վերջի իշխանության, արդեն հստակ ծրագիր կա, որ սպիրկ հայրենիք հարաբերությունը խզելու գնային, ջզմելու գնային, ոչնչացնելու գնային։ Դե ոչ վարչապետ ինչու պիտի ելնե ասե, որ ես համայն հայության վարչապետը չեմ, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ։ Ոսկ ուզեմ վարչապետի ուշադրությունը հրավիրել, որ լավ հասկնա սպիրկ հայրենիք հարաբերությունը, անբաժան հարաբերությունը։ Սպիրկ հայրենիք հարաբերությունը կնմանի մեծ մասիս և փոքր մասիսին, որ իրարու ամբողջացնեն, որ մեկը մույսի վրա հենված է, որ սպիրկը ամեն անգամ, որ իր ինքնությունը բահելու համար դեպի հայրենիք գուղ է իր հայացքը։ Հայրենիքը, որ անգախացավ, խորհրդային եղավ, ետ անգախացավ, Փաշաօլի վարչապետ ունեցավ, բայց մնաց մեզի համար նույն սրբությունը, նույն քնահատանքով, նույն արժեքով ոչ մեկ իշխանություն հայրենիքի արժեքը չի փոխեր սպիրկահայի սրդին մեջ, սրբակույնն է հայրենիքը, քերակույնն է հայրենիքը։ Քալով ընկերս Հայաստանի այսօրվա դրությամբ վտանգի ենթարկվելու բարակային, բացահայտ է Հայաստանի վտանգի ենթարկվելը, արդեն նկարնամ ասել, որ իմ հայրենաբնակ հայ ժողովուրդս ամեն օր ունի մարտահրավեր ապրելու, գոյատևելու, երկիր բահելու համար։ Այն մարտահրավերները լան բարոյական, լան տնտեսական, լան քաղաքական, լան մարդկային, քանի որ ամեն կողմեն մեր ներկա իշխանությունը կհարված է մեր հայրենիքին։ Այս բացահայտ է։ Ուստի ես շնորհակալության խոսք կուղեմ մեր հայրենակիցներուն, այդ զոհված հայրենակիցներուն, որ ամեն օր զոհողությամբ կդանին դժվարությունները, շնորհակալության խոսք կուղեմ նահատակներու, ծնողներուն, որ հաջողությամբ հայրենասիրությունը ցանած էին իրենց զավակներու մեջ, այն հայրենասիրությունը, որ չունի մեր վարչապետը։ Շնորհակալության խոսք կուղեմ մեր բոլոր սպիրկի հայության, որ ամեն խժդժություններու հանդերձ չեն իրացվապված,
Ձմեր վարչապետի արարգեն հայրենիք են չէ, ու բահանջադեր ենք, ու վարչապետը հաշվելու է, ով ուզե թողոլա, շատ բան չի փոխվիր։ Ես գհրավիրեմ հայ ժողովուրդը ամեն գշիրք տնելու մեր հայրենիքի մնացածը բահելու բրգելու համար, որպես հայ, որպես հնչագյան և որպես մարդ։ Ժողովուրդը առանց հայրենիքի գնմանի չէ, արդեն ինքը գոչվոր գլա, անցորդ գլա։ Սի Փաշինյանը չի գիտեր, ասկանի զանազաները և ասկանի դարբերությունը Փաշինյանը չի գիտեր։ Ես կուզեմ, որ նորեն գսեմ, ինչպես քիչ առաջս, այդ խոշոր ականջները լավ բանա և հասկնա գոչվորի և բնիկի դարբերությունը։ Հայաստանը հայ ժողովրդի ըմբնորանն է, Հայաստանը հայ ծնող արքանն է, Հայաստանը ամեն հայի ուղեցույցն է, Հայաստանը ամեն հայի քոյությունն է։ Մենք այդքան ժամանակ որ ունենք շնչելու կարողություն, ունենք ևս բանջարդիրության գանք, ունենք ևս հաղթական դուրս գալու գանք։ Պիտի վերջանա համրոված օրերը, Փաշինյանն իր նախնիներու պես, պիտի պատմության էջերու մեջ արձանագրվի, որպես հողադու, որպես հայրենիքը առանց Արցախի շինող ղեկավար, Արցախի անկման պատճառ, առանց Արցախի դարձնող ղեկավար, Արցախի անկման պատճառ։ Այս կանը բավարար չէ Փաշինյանի պատճառած գորուստը արտահայտելու։ Գորուստը շատ մեծ է հայրենասերներու համար։ Արհավիկը, որ դեր կսպասե Հայաստանի Հանրապետության մեծ է, քանի որ գործընթացքը զարաներու գործընթացք է, ղեկավարներու չէ, գործընթացքը գծնողներու գործընթացք է, հայրենասերներու չէ, շատ կդարբերի։ Այդքանը պետք է ինքը վարչապետ չլանեմ ուսումնասիրեր, նոր կար աթոր նստեր։ Վարչապետ լալը ժողովուրդի պարկը գերդելն է, ոչ թե վարպետներու հավադարին ծառալալն է։ Վարչապետը լալը հայրենիքը ապահով, միասնական, ժողովուրդը իրար քով փերելով է, ոչ թե ըսպիրկը հայրենիք են խզելով, հայրենիքը առանց ըսպիրկի թողելով։ Սիգա միայն և միայն նորեն գսեմ գծնած մարդիկ կրնաննել։ Մենք շատ լավ հասկացած ենք Փաշինյանի գործընթացքը, Փաշաօղլիի գործընթացքը և անոր համար մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներուն ըսելիք չունենք, թելատրանք չունենք, արդեն իրենք ևս ձանրապերնված են ոգերով, մտածումներով, մենք կվստահենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներու, որ ճիշտ փոխանորդը պիտի ընտրեն և Հայաստանը պիտի վերականգնի և Արցախը պիտի վերահայանա և ինչպես ամեն անգամ հայգը հաղթական դուրս եկավ, Դավիթը հաղթական դուրս եկավ, Դիկրան մեծը հաղթական դուրս եկավ, հայու ճակատագիրն հաղթական դուրս գալի, ուրիշ բան չի գրնորել։ Այո, պիտի ելա, մենք ալ ասկենք,
Բիդիելան անգումներ, բիդիելան հաղթանակներ, բիդիելան օր, բիդիելա պարկի օր, բայց կցանգային որ ամեն ինչ թեպի առաջ լար, այսինքն մարդոց շինազը ուրիշը կալով չավեր էր, մարդոց դարիներու վաստակը ուրիշը ոտնագող չներ, հայոց արյունը, որ թապեցավ Արցախի ազատագրության համար, չանդեսվեր, Հայաստանի Հանրապետության վարչապետը Թուրքիա չերթար, իր 1.5 միլիոն նահատակը ոտնագողաններով, այսու նորեն գսը, մենք գոչ կուղենք, հայրենապնակ մեր ասկագիսներում, բնացեք գանքում, բնացեք այն ուղիին վրան, հայավայել ուղիի վրա, որ մեզի գդանի Արաքածեն տևի Արարատ, գդանի Արաքածեն տևի Մասիս, գդանի Հրաստանեն տևի Վանալիչ, գդանի Գարին, գդանի Սասուն, գդանի Գիլիքիա, մենք հզոր ենք, ոչ թե հզոր էինք, մենք հզոր ենք, այս Փաշինյանի ստախոսությունները, հորինած վատմությունները, զենք չունինք, սինամթեր չունինք, ասի չունինք, գանք չունինք, մենք երբեք այդպես չենք, ինքը վարձկան է, ինքը այս բարերը արտասանելու համար հստակ է, որու գծարայ է և ինչու գծարայ է, հստակ է, ինքը որու գծարայ է, բայց մենք հայ ժողովուրդը հաղթական դուրս գալ գիտենք, իսկ հայ ազգը ընդհանրապես իրավունք չունի Փաշինյանի պես վարչապետի լսելու, Փաշինյանի հորինած սուտերը աղանչի ուղեղի մեջ դեղնելու, մենք հաղթական ենք որպես ազգ, հաղթական պիտի շարունակենք մեր ուղին, պիտի գոյատևենք, պիտի մնանք, եղել ենք և պիտի մնանք, մենք ազգ, որ գսեմ, քանի որ ունեցել ենք մեր նախահայրը, ժողովուրդները չեն ունեցած նախահայր, ազգերը ունեցել են նախահայր, իսկ մենք հայ ազգը ամեն արևածագի հետ նորանոր ծնունդ կառնենք, ամեն արևածագի հետ հայրենասիրություն կներշնչենք, ամեն արևածագի հետ հանուն հայրենիք նոր բան անելու կարողությունը և գանքը ունենք, ուստի գեցե հայ ժողովուրդը, հայ ազգը, հաղթական ազգը, շնորհակալություն։